փողերը որ վերցնում է պարտկով, իրան պարտկով են տալի, իրան նվեր չեն տալի։ Այսքան ժամանակ եվրոպացիները կամ ամերիկացիները պարտքի պատմության մեջ ռեստրուկտուրիզացիա չեն արել։ Ասենք ոնց որ Ռուսաստանը Կուբային ներեց 12 միլիարդ դոլարի պարտք, ինչքան հիշում եմ։ Չկա այդպիսի օրինակ ամերիկացիների կամ եվրոպացիների կողմից։ Ես չեմ ուզում գովամ Ռուսաստանի, խնդիրը դրա մեջ չի։ Խնդիրը նրա մեջ է, որ մենք պետք է հասկանանք ինչ քաղաքականություն, ես ճիշտ ասած միջև հիմա չեմ հասկանում, ինքը ինչ քաղաքականություն է վարում, որտեղ չկա քաղաքականություն, չկա հասկանալու բան։ Գնաց Վաշինգտոն, ասեց Տրամպի ճամփա եմ տալի։ Գնաց Պրագա, ասեց Արցախը սրանն է։ Ինչ հիմքերով ես դա արել դու, ինչ փաստաթուղթ կա, ինչ գիտական աշխատանք կա։ Չէ՞ որ դու քաղաքական գործիչ ես, հասկացանք։ Դու երկրի ղեկավար ես, հասկացանք։ Դու որոշում պետք է կայացնես, ինչի հիման վրա։ Կառավարությունում խորհրդակցելը քիչ է, որտեղ այդ խորհրդակցելն էլ չպետք է նենց լինի, որ ասենք օրինակ եմ ասում, ինչ որ մի նախարար գա նստի, օրենքը տալիս են դեմը, sense կարդում է, ասում է համաձայն եմ, թե համաձայն չեմ, բայց այդ օրենքը իր ոլորտին չի վերաբերվում։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում որ կառավարության նիստում ոչ թե պետք է քննարկեն բուն օրենքը, այդ օրենքի հիմնավորումը։ Ուր են այն հիմնավոր փաստաթղթերը, որը մշակել են, ասենք, գիտնականները, մեր քաղաքական գործիչները մասնակցությամբ։ Մեր, այսպես ասենք, լավ, ստրատեգների, այդ ստրատեգները ով են, որի հիման վրա դու որոշում ես կայացնել Պրագայում, որ օրինակ, այս ինչ հողի, այս ինչ կտորը պետք է լինի Ադրբեջան։ Ուր է այդ փաստաթուղթը։